Փառք մեր Տեր ու Աստծուն Հիսուս Քրիստոսին, այնքան լավն է մեր Տերը, այնքան զորավոր է, գիտեք ինչեր է արել մեր համար, ոչ մեկ չի կարա կյանքում նման բաներ անի մեր համար, ինչ որ մեր Հիսուսն է մեր համար արել, շատ բան է արել, կյանք է տվել Հիսուսը մեզ, գիտեք այսօր Տերը սրտից դրել է, խոսալու եմ Սուրբ Հոգուց, շատ կարևոր է, ու ոչ թե մենակ այսօր, մի որոշ ժամանակ մենք մնալու ենք այս խոսքի մեջ, այս գիտության մեջ, որպեսզի հասկանանք ճշմարտությունը, սա շատ ուժեղ ճշմարտություն է, որ մենք հասկանանք ոնց մոտիկանանք Աստծուն, ոնց Աստծուն պաշտենք, ոնց Աստծու երկրպագենք, ոնց ճանաչենք Աստծուն։ Ամեն, տեսեք, Սուրբ Հոգին դա անձ է։ Նախ առաջինը մենք պետք է հասկանանք, որ Սուրբ Հոգին դա անձ է։ Գիտեք, կան թեմաներ, կան քարոզներ կամ կան ուսուցումներ, որոնք Սուրբ Հոգուն վերագրում են որպես ուժ, ինչ-որ կամ էներգիա, որը երկնքից գալիս է, բայց Աստվածաշունչը ճշմարտություն է եւ Հիսուսի ամեն խոսքը ճշմարտություն է, որը ասում է Սուրբ Հոգին անձ է։ Եթե մարդը չհասկանա, որ Սուրբ Հոգին անձ է, դու չես կարողանա շփվես իր հետ որպես անձ։ Հասկանում եք, ստե կարա խնդիր լինի, եթե քո համար Սուրբ Հոգին չեղավ անձ, կամ Սուրբ Հոգու կարևորությունը մենք չհասկանանք մեր կյանքում, մենք չենք կարա հաղթանակներն, Հիսուսը այն ինչ որ արել է, այն հաղթանակը, որ ասես կատարվեցավ, այդ կատարվեցավը չի կարա իրականանալ մեր կյանքում, դա շատ կարևոր է։ Տեսեք, իմ քարոզի վերնագիրը ես այսօր դրել եմ ապրիր Սուրբ Հոգով։ Ապրիր Սուրբ Հոգով։ Մի հատ տեղ բացենք կարդանք։ Հովհաննես 16-րդ գլուխ 13-ից 14 խոսքը ես կկարդամ։ Սակայն երբ նա ճշմարտության Հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքը իրենից չի խոսա, այլ կասի ինչ որ լսի եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նայեք, առաջի բանը, որ ուզում եմ ստեղ շեշտ դնեմ, որ Հիսուսը ասում է Սուրբ Հոգին, երբ գա, նա, այդ ռուսերեն տարբերակում գրած է on։ Գիտեք, ստեղ Հիսուսը մի քիչ sense քանդում է հուներեն բնագիրը, որը որ Աստվածաշունչը գրած է հուներենով, ինքը օրիգինալն է, ստեղ Հիսուսը ինադու քանդում է իրանց գրվածքի ճշմարտությունը, այսինքն հոգի բառը ինքը ռուսերեն ասած սրեդնի ռոդա, այսինքն ինքը ոչ մուրսկոյ ռոդա, ոչ ժենսկի ռոդա, դե հայերենում չկա, չէ, մուրսկոյ սրեդնի ժենսկի ռոդ, բայց ինքը հուներեն բնագրով ինքը սրեդնի ռոդա, բայց Հիսուսը ինադու, հենց Աստվածաշունչն էլ տենց է գրված, որ ինքը Սուրբ Հոգին on է, այսինքն ինքը Հիսուսը տալիս է Սուրբ Հոգուն անձ, որպեսզի մենք ճանաչենք ինքը, նա, հայերեն տարբերակում գրած է նա, եւ սրանով տալիս է մեզ, որպեսզի մենք հասկանանք, որ Սուրբ Հոգին անձ է, նախ առաջինը, Սուրբ Հոգու հետ փոխհարաբերություն ունենալու համար պետք է ընդունել նրան որպես անձ, նախ առաջինը։ Եթե մենք չկարողանանք դա հասկանանք, մենք չենք կարա ճիշտ մոտեցում անենք Աստծուն, մենք չենք կարա ճիշտ հասկանանք Աստծուն, մեր աղոթքներն էլ ճիշտ չի լինի։ Տեսեք, Հիսուսը ասեց, ես ձեզ անտեր չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Այսօր մի քիչ Տերը կբացի ավելի լայն կհասկանանք, թե ոնց մոտիկանանք, ոնց մեր աղոթքները ճիշտ լինի, ոնց մեր հարաբերությունը, մեր փոխհարաբերությունը Աստծու հետ լինի ճիշտ մակարդակի վրա։ Ոնց մենք կարողանանք Աստծո հարստությունը, օրհնությունը, այն ինչ որ Աստված ունի մեր համար, կարողանանք վերցնենք։ Գիտեք, շատ մարդիկ քրիստոնյա աշխարհը, ասենց ասեմ, շատերը, մեծ մասը, չճանաչելով Սուրբ Հոգուն, չեն կարողանում վերցնել այն օրհնությունը, ինչ որ Աստված քեզ պատրաստել է։ Ձեզ ոնց է թվում, մի հատ հարց։ Աստված ուզում է, որ դու օրհնված լինես, թե անիծված։ Եթե չկա օրհնություն, կա անեծք։ Եթե մեկն ու մեկը բացակայի, օդի մեջ ոչ մի բան չի մնում, հաստատ։ Կամ Աստվածա գործում, կամ սատանան է գործում, կամ խավարա, կամ լույսա։ Ոնց է կարծում Աստված, սիրելի Աստված, գերմանացիները շատ լավ են ասում, lieber Gott, չէ՞։ Սիրելի իրոք, տենց է, սիրելի Աստված, ուզում է, որ մենք ունենանք օրհնություն։ Ամեն, մենք պետք է ունենանք, որովհետև դրա համար Հիսուսը մինչև խաչի մահ պայքարել է։
որպեսզի մենք ունենանք, ու նա կատարեց, ասես կատարվեցավ։ Հիմա Աստված ուզում է դա տա, բայց մենք պետք է հասկանանք ոնց վերցնենք։ Մենք պետք է Աստծուն ճիշտ մոտենանք, որ կարողանանք վերցնել։ Գիտեք, եթե մենք Աստվածային երրորդություն կա, չէ՞, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բայց եթե մենք անգամ մեկ երրորդության ինչ որ մեկին անտեսենք, մենք արդեն ճիշտ չենք մոտիկանում Աստծուն։ Մենք չենք կարող մոտիկանանք Հորը եւ Որդուն, բայց Սուրբ Հոգուն անտեսենք։ Կամ մենք չենք կարող մոտիկանանք Սուրբ Հոգուն եւ Հորը եւ Հիսուսին անտեսենք։ Ոչ մի ձև չի ստացվի։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ կա Աստվածային երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Այսօր մարդկանց համար շատ հեշտ է հավատալ, որ կա Աստված, չէ, ամեն մեկն է, բացի աթեիստներից, չնայած հավատում են, որ աթեիստներն էլ են հավատում, ուղղակի իրանք դրել են չհավատացյալի տեղ, բայց տեն չի, իրանք էլ են հավատում։ Ուղղակի իրանք խիղճը որպեսի սենց նստացնեն, խիղճը իրանք չասի դու վատ բան ես անում, իրանք ասում են Աստված չկա ու մեղքի մեջ են ապրում։ Բայց աթեիստների խիղճը ավելի ուժեղ աշխատում։ Դրա համար են իրանք աթեիստ դառել։ Բոլորն էլ հավատում են, որ Աստված կա։ Ոչ մեկ չի կարող ասի Աստված չկա, նայելով երկնքին, երկրին, նայելով աստղերին եւ այն արարվածին, ինչ որ Աստված արարել է, ոչ մեկ չի կարող ասի Աստված չկա։ Մենք հավատում ենք, որ կա Որդին, Հիսուսը, որովհետեւ դա պատմական փաստ է։ Ամեն, դա պատմական փաստ է, դա գրված է, դա հազարավոր մարդիկ տեսել են, 500-ից ավել էլ մարդ տեսել է Հիսուսին արդեն հարություն առած, իրենք իրանց հետ կերել է, խմել է, շփվել է 40 օր հարություն առնելուց հետո։ Մարդիկ իրանց աչքերով տեսել են, ոնց Հիսուսը ֆիզիկական մարմնով բարձրացել է երկինք հոր մոտ։ Եվ ամսի 29-ին հենց այդ տոնն էր, որ մենք նշում ենք, չէ՞, Ֆաթաթակ։ Դա հոր օրն է։ Հայրը ընդունեց իր որդուն, փառաբանեց, փառավորեց որդուն։ Էդի հոր օրն էր։ Գիտեք, բայց Հիսուսը հեսա մենք կհասնենք միտեղ ինչ է Հիսուսը ասում, թե նպատակը ինչն է։ Մենք պետք է հասկանանք այս ամեն ինչի կարևորությունը, նպատակը մեր կյանքում ինչ է դա տալիս։ Ես պետք է Աստվածային ամբողջ երրորդությունը կարողանամ հասկանամ ու ընդունեմ։ Ամեն։ Պետք է պատվել Սուրբ Հոգուն, այնպես ինչպես Հորը եւ Որդուն։ Ամեն։ Հետո ստեղ տեսեք ինչ է գրած։ Այս խոսքի մեջ ես դեռ մի քիչ կմնամ։ Գրած է, որ Սուրբ Հոգին Աստծու գանձարանի կառավարիչն է։ Ամեն ինչ տված է Սուրբ Հոգու ձեռը։ Աստծու բոլոր օրհնությունները կլինի բժշկություն, կլինի անեծքից դուրս գալ, անեծքից դուրս գալը ամեն ինչն էլ օրհնություն է։ Հավատում ես, որ երկնքում քո համար շատ օրհնություն կա։ Աստծու մեջ, Աստծու թագավորության մեջ, տեսեք այն անառակ որդու պատմությունը, որ մի մեծ զավակը, հա, մեծ որդին, որ ինքը միշտ ինչ որ տխուր էր, նախանձում էր, որ ինքը ստացավ, այն անառակ որդին, որ գնաց հորից փախավ, մի օր եկավ ստացավ հոր պարգևները, ուրախությունը, այդ թագավորության այդ գանձերը ստացավ, դա գանձ է այդ ուրախությունը, բայց այն մեսը չստացավ։ Գիտեք, ստեղ խնդիրը, որ մարդը չի կարողանում վերցնի, որովհետև Աստծուն մենք պետք է լիովին ճանաչենք, թե նա ով է ու ինչ արել մեր համար։ Հիմա դրան կհասնենք։ Տեսեք, Սուրբ Հոգու ձեռքն է ամեն ուրախությունը, ամեն բժշկությունը, ամեն օրհնությունը Սուրբ Հոգու մեջ է։ Մենք հիմա ապրում ենք Սուրբ Հոգու գործողության դարաշրջանում։ Այն պահին, երբ որ Հիսուսը բարձրացավ երկինք, ինքը ասեց կգա Սուրբ Հոգին։ Հիսուսի գործը սենց ասած, նես չի, ինքը չի ավարտել իր գործը, ինքը երկնքում գրած է, որ քահանայապետ է, ինքը իր գործը շարունակում է, բայց Հոգին ստեղ է։ Հոգին ստեղ է, մենք պետք է պատվենք Սուրբ Հոգուն, ընդունենք որպես անձ եւ կարողանանք Սուրբ Հոգու հետ ունենանք փոխհարաբերություն, շփում, ընդունենք, խոսանք Սուրբ Հոգու հետ։ Դուք խոսում եք Սուրբ Հոգու հետ։ Ես խոսում եմ Սուրբ Հոգու հետ։ Ես խոսում եմ, որպես անձ, ոնց որ ես ձեր հետ խոսամ, ես Սուրբ Հոգու հետ խոսում եմ։ Ամեն ինչի մասին եմ խոսում։ Ոչ թե մենակ աղոթքների, ինչ որ թեոլոգիայի, ինչ որ ռամկեքի մեջ, ոչ միայն, ամեն ինչի մասին խոսում եմ Սուրբ Հոգու հետ։ Անկամ սովորական առօրյա կյանքի ինչ որ բաների մասին էլ եմ խոսում, ինչ որ մի բան կարող է մոտ չստացվի, կարող է մեղը չկարողանամ օրինակ մեղեմ պատին, վախենամ մատից խփեմ, կամ իմ մոտ մի բան չստացվի անել։
Ես ուղղակի կարամ խնդրեմ Սուրբ Հոգի, խնդրեմ ինձ օգնի էսի անեմ։ Գիտեք ոնց է ստացվում։ Ոնց որ Աստված եկավ քո ձեռքերը վերցրեց ու քեզ օրհնեց այդ պահը։ Մի հատ բան հիշեցի, կարճ վկայեմ, մի հատ քույր էր վկայում մեր եղբայրներից, մարդուկին իրանք հովիվներ են, հովական ծառայություն են անում, մեր ռուսական եկեղեցուց, դե ռուսները սիրում են ձուկ բռնել, գիտեք։ Գնացել են ձուկ բռնելու, ասում ասենց կալոշները երկար հականք, մտանք այդ ճահիճի մեջ, ասենց ճահիճոտ տեղա ու ձուկ ենք բռնում մարդուկին։ Ասում է մի ամիտ ավտոյի բալանին ընկավ այդ ճահիճի մեջ։ Դե մոտավորապես տենց մի մետրի չափով ջուր է։ Ու ինքը ասում է բալոտա է, էլի, խոտ է ու պղտոր ջուր է, բան չի երևում։ Ասում է հիմա ամուսինս գոռում է երկինք տերիմ ասոց ու ասում է չգտանք, այնքան ասես մանեկանք արդեն ջուրը պղտորվավ ու չենք կամ գտնենք, ասում է մենք էլ հեռու ենք, մի 200 կիլոմետր տնից հեռու ենք գնացել, այդ մի բալանին է մեր մոտ մեքենայի։ Հիմա ասում է ամուսինս աղոթք անում, բարձրացրել է աղոթքը երկինք, Հայր իմ Աստված, լսիր իմ աղոթքը, Հիսուս օրհնիր մեզ, Հիսուս թող գտնենք։ Ասում է ոչ մի բան չէր օգնում։ Կինը ինքն է վկայում, ասում է ես խնդրեցի, ասեցի Սուրբ Հոգի, խնդրում եմ օգնի գտնեմ բալանին։ Ասում է ոնց որ իմ ձեռքը այսպես գնար այդ կետի, հենց բալանին որտեղ ընկած էր, այսպես ոնց որ ձեռքս մեկը իջացներ, այսպես ձեռքս իջացրեցի, բալանիները բարձրացրեցի։ Դա արեց Սուրբ Հոգին, գիտեք ինչի համար ասա։ Ես ես ուղղակի խորհուրդ եմ տալի, խոսացեք Սուրբ Հոգու հետ։ Շփվեք նրա հետ, հարցրեք նրան, դուք կտեսնեք հրաշքները ձեր կյանքում։ Սա է ճշմարիտ քրիստոնեությունը։ Սա կրոնի մասին չեմ խոսում։ Ես էլի եմ կրկնում։ Կրոնը ոչ մի տեսակի կրոն, կլինի մուսուլմանական կրոն, քրիստոնեական կրոն, բուդդիստական կրոն, հրեաների կրոն եւ այլ եւ այլ։ Ոչ մի կրոն Աստծո հետ կապ չունի։ Աստված հոգի է, Հիսուսը ասեց։ Եվ Աստծուն երկրպագողը պետքա հոգով ու ճշմարտությամբ։ Դու կարաս Աստծուն քո հոգով մոտիկանաս, դու կարաս քո հոգով խոսած Աստծո հետ։ Ինքը քեզ լսում է։ Գիտեք, շատ անգամ մենք գոռում ենք Տեր, բա ուր ես, բա ես իմ խնդիրը, բա խի չարեցի, բա ուր ես, որ դու էլ չես լսում։ Գիտեք, Տերը ասում է, ես այնքան մոտիկ եմ քեզ։ Ես հեռու չեմ, ես լավ եմ լսում։ Ուղղակի մենք պետքա սովորենք, ընդունենք Սուրբ Հոգուն։ Պողոս առաքյալը, երբ որ իր առաքելությունն էր անում, գնում էր երկրից երկիր քարոզելու, հանդիպեց մի քանի աշակերտի, որոնք քրիստոնյա են։ Ասեց դուք Սուրբ Հոգի ստացել եք, ինքը իրանց հետ մի քանի բառ խոսած, հասկացա, որ այս մարդիկ Սուրբ Հոգուց տեղյակ չեն, բայց քրիստոնյա են։ Ասեց դուք Սուրբ Հոգի ստացել եք, դա շատ կարևոր է։ Իրանք ասեցին մենք չենք էլ լսել Սուրբ Հոգու մասին։ Ասեց բա էդու եք դուք հավատում։ Զարմացավ, այս ի՞նչ քրիստոնեությունն է, որ դուք Սուրբ Հոգու մասին չեք լսել։ Գիտեք, գրածը ինքը ձեռնադրեց, աղոթք արեց, ձեռնադրեց եւ նրանք էլ ստացան Սուրբ Հոգի։ Եվ երբ որ մարդ ստանում է Սուրբ Հոգի, առաջի տեսանելի լսելի պահը, որ դու լսում ես ու տեսնում ես, դա լցվում է քո սիրտը եւ խոսում է քո բերանը։ Այն բառերը, որ դու էլ չես սկիզբ հասկանում։ Գիտեք, գրածա սրտի լիությունից մարդու բերանը կխոսա։ Երբ որ քո սիրտը Սուրբ Հոգով է լցվում, դու չես կարող բերանդ փակես։ Դու անպայման խոսալու ես։ Կարող ես բաներ խոսած, դու էլ չհասկանաս ինչ ես խոսում։ Դա Սուրբ Հոգու տված օծության լեզուներն է, որ դա հասկանում է քո երկնային Հայրը եւ օրհնում է քեզ։ Ամեն ինչ տվել է Աստված, ինչ ունի Աստված, ամեն օրհնությունը երկնքից դա Սուրբ Հոգու մեջ է եւ դա տրվում է մեզ։ Մենք պետք է հավատքով վերցնենք։ Սուրբ Հոգու երկու հիմնական դերերը մեր կյանքում։ Ինչա Սուրբ Հոգին անում։ Առաջինը վերածնունդ։ Սուրբ Հոգին որ գալիս է մարդու կյանք, նա վերածնունդ է տալիս մարդու, որպեսզի մարդ ծնվի, մարդ վերածնունդ ապրի։ Տեսեք մի հատ տեղ բացենք կարդանք Հովհաննես 3-րդ գլուխ 5-ից 8-րդ խոսքերը։ Հիսուսի մոտ ստեղ էս պատմությունը մի կարճ պատմեմ, եթե ով չգիտի, գալիս է քահանայապետ։ Հրեաների քահանայապետերից շատ կարևոր լուրջ մարդ է իր մոտ գալի, որը որ թեոլոգ է, Աստծո խոսքը շատ լավ գիտի։ Քահանայապետ, դե պատկերացրեք։ Ոնց որ Հռոմի Պապը։ Իրանից ավելի բարձր կրոնավոր մարդ չեմ ճանաչում։ Նույնն էլ Հռոմի Պապը, որ գար այսօր Հիսուսի մոտ ու նման բաներ խոսար, Հիսուսը իրան ճշմարտություններ ասելու։ Տեսեք, այդ մարդը գալիս է գիշերով Հիսուսի մոտ, որ հանգարց խայտարակ չլինի, որովհետև արգելված էր Հիսուսին մոտիկանալ, ինչ որ իր հետ բաներ զրուցել, խոսալ, իրանից բան վերցնել, վախենում էին հանգարց այդ
ուսմունքը չանցներ արդեն կրոնի մեջ չմտներ, այն ուսմունքը, այն ճշմարտությունը, այն հոգին, որ Հիսուսն էր բերել այս աշխարհ։ Տեսեք Հիսուսը նրան ինչ է պատասխանում։ Հիսուսը պատասխան, նա ասում էր, Հիսուս, մենք տենում ենք, որ դու լավ բաներ ես անում, նենց հրաշքներ ես անում, որ ոչ մի չի կարող ասենց հրաշքներ ան։ Ու ասում է, ես հավատում եմ, որ Աստված քո հետ է։ Ինքը ուրիշ նպատակ ուներ։ Հիսուսը միանգամից հասկացավ այս մարդը ինչ է ասում։ Ուզում էր ասել, ես փրկված եմ, ես էլ եմ ձեզանից, թե չէ։ Այդ Աստծո արքայության մեջ։ Հիսուսը տեսնելով իր խոսքը, իր սիրտը 5-րդ խոսքից գրած է։ Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Ով ուզում է սեղի։ Ուզում ես լավ մարդ։ Ես հավատում եմ, որ Նիկոդեմոսը, իր անունը Նիկոդեմոս էր։ Ես հավատում եմ, որ նա լավ մարդ էր։ Ես հավատում եմ, որ նա չէր գողանում, չէր ծխում, ոչ մի վատ բան չէր անում։ Ես հավատում եմ։ Այդ բաները, չէ՞, որ միանգամից մարդիկ հետ են անում։ Չեմ գողանում, չեմ ծխում, չեմ խմում, մարդ չեմ սպանել եւ այլ եւ այլ։ Այդ հասարակ բաները, որ ասում են, ես հավատում եմ, որ Նիկոդեմոսն էլ դրա մեջ չէր։ Ինքը քահանայապետ էր, քահանա, իրան վայելել չէր դա դրա մեջ լիներ երբեք նախառաջինը։ Բայց իրան հետաքրքիր է Հիսուսի գործողությունը։ Եվ Հիսուսը նրան ասում է. ճշմարիտ, ճշմարիտ եմ։ Երկու անգամ, երբ որ Հիսուսը ասում է ճշմարիտ, դա շատ է կարևորում Հիսուսի խոսքը, շատ է կարևորում։ Երբ որ որտեղ մենք տեսնում ենք, տեղ կա Հիսուսը ասում է ճշմարիտ, բայց տեղ կա որ Հիսուսը որ ասում է երկու անգամ ճշմարիտ, ճշմարիտ, դա շատ կարևոր է։ Դա շատ կարևոր ու դա փոփոխության ենթակա չի։ Ընդհանրապես Աստծո խոսքը չի փոփոխվում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ։ Եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմացիր, որ քեզ ասացի, դու պետք է վերստին ծնվես։ Քամին ուր ուզում փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այդպես էլ եւ հոգուց ծնվածը ամեն ոք։ Նիկոդեմոսը հարցնում է հետո նրան, ո՞նց կարա տենց բանը լինի։ Ո՞նց կարա, լավ, մի քիչ առաջ կարդեմ։ Նիկոդեմոսը հարցնում է նրան, ասած. դա ինչպես կարող է լինել։ Հիսուսը պատասխանեց նրան. դու Իսրայելի վարդապետն ես, էդ էլ չգիտես։ Ոնց որ նույնը Հռոմի պապը այսօր գա ասի. դու Հռոմի պապն ես, ամեն ինչ գիտես։ Էդ էլ սկի չգիտես։ Հասարակ բան է ասում Հիսուսը։ Բայց հոգևոր բան ասում, այստեղից ելած բան ասում, ճշմարտություն ասում։ Գիտես, ճշմարտությունը չես կարող տեղավորես։ Շատ քիչ է տեղավորվում, որտեղ ճշմարտությունը այն է, որ կա հոգևոր աշխարհ, կա Աստված, կա հոգևոր կյանք, որը շատ ռեալ է, բայց այստեղ մեր մոտ չի տեղավորվում այդ ամեն ինչը։ Դա համար շատ քիչ է տեղավորվում։ Որպեսզի ավելի շատ հասկանանք, պետք է ասենց գնանք հոգևոր սրտից ծնված լինենք Աստծուց ու մեր սրտի աչքերը բացված լինեն ու ականջները ու հասկանանք ավելի շատ, հասկանանք ռեալությունը, ճշմարտությունը։ Ոչ մի բան հավերժություն չունի այս աշխարհում ստե սկիզբ ու վեր։ Ստեղի սկիզբն ու վերջը այս աշխարհի ապրելու։ Այն մարդը, որ կծնվի Հիսուս Քրիստոսից, Հիսուս Քրիստոսն է նրան ալֆա ու օմեգան։ Բայց հենց Հիսուսը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ երկնային արքայությունում։ Նա Աստված է։ Բայց քո համար, որpիսի դու ապրես ճշմարտության մեջ արդեն ստեղ ես կյանքում, մեզի չէ մի անգամ տված է, որ մենք ծնվենք, պատահականություն չենք ոչ մեկս։ Մեկ անգամ թույլ է տվել Աստված, կամեցել է, որ յուրաքանչյուրդ մի օր ծնվեք այս աշխարհում։ Եվ գա ժամանակ, որտեղ դուք կհանդիպեք ձեր իրական սկիզբը։ Ձեր իրական սկիզբը ձեր մաման, պապան չեն, որ ձեզի ծնել են, վերել են։ Ձեր իրական սկիզբը Հիսուսն է։ Եվ այս աշխարհում Հիսուսը թող լինի քո սկիզբն ու վերջը, որովհետև նա հավերժությունում քո հավերժությունն է լինելու։ Մի քիչ առաջ գնամ։ Եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, կարևորությունը Հիսուսի, նայեք ինչ ասում։ Աստծո արքայության մեջ մտնելու համար մարդը պետք է ծնվի ջրից ու հոգուց, Հիսուսը ասում է։ Ջուր։ Ջուրը ինչ է խորհրդանշում։ Ջուրը խորհրդանշում է, ասենք, ես տեսնում եմ խոսք, ջուր, դա մաքուր ջուրն է, խոսքն է Աստծո, որը որ սկիզբ ունի, չէ՞։ Ամեն ինչի սկիզբը խոսքն է։ Ամեն ինչ սկսվեց խոսքից։ Ոչ մի բան չեղավ առանց խոսքի։ Եթե մարդը խոսքը չլսի, օրինակ հիմա դուք լսում եք խոսք։
Եթե մարդը խոսքը չլսի, մարդը չի կարա հավատք ունենա ու իր հավատքի հիման վրա ինչ որ գործողություններ անի ու Աստծուն աղոթի իր կյանքը փոխելու համար։ Դրա համար մենք ունենք առաջինը խոսք, դա ջուրն է, խորհրդանիշ, որն արտահայտում է մեղքերից մաքրվելու եւ ապաշխարելու ճանապարհը։ Սկզբից, որ մենք լսում ենք խոսքը, մենք հասկանում ենք, թե մեզ ինչքան է պետք մաքրվել, թե մեզ ինչքան է պետք փոխվել եւ ապաշխարել։ Խոսքը հենց մենակ, գիտեք, խոսքը չի լվում մեզի։ Խոսքը մենակ չի լվում, մեզի լվում է Հիսուսի արյունը։ Բայց խոսքը մեզի ցույց է տալի մենք որտեղ ենք։ Խոսքը մեզի մաքրում է մեր ուղեղը։ Խոսքը մաքուր ջրի պես է, որ ասենք միշտ, գիտեք, ինչքան էլ մենք եկե ասենք ապաշխարել ենք, չէ՞, մեկը սխալ վատ բաներ մարդու կյանքում մնում է, բայց խոսքը լսելով դու անընդհատ մաքրվում ու լվացվում ես, մաքրվում ու լվացվում ես, բայց մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսի արյունը դա այն սկիզբն է ու դա այն կատարյալն է, որ քո բոլոր մեղքերը մաքրում է եւ Աստծո դեմը, Աստծո գահի դեմը արդարանում ես։ Բայց շատ կարեւոր է, գիտեք, Հիսուսը ասում է ջուրը, ով չծնվի ջրից եւ հոգուց։ Հոգին, Սուրբ Հոգին է, ով վերածնունդ է տալիս մարդուն, մարդու ներսից։ Այսինքն մենք պետք է ունենանք սկզբից Հիսուսը ասում է խոսք, հասկանանք, ապաշխարենք, որպեսզի Սուրբ Հոգին է մեզի վերածնունդ տա, որպեսզի մենք ծնվենք վերստին։ Գիտեք, խոսքը դա Հիսուսն է, դա իր խոսքն է, որը խոսվում է։ Սերը դա Աստված է, որ մենք սիրով ենք այդ խոսքը վերցնում։ Գիտեք, գրած է, երբ որ խոսքը լսեք, ձեր սրտերը չկոպտացնեք։ Մի կոպտացրեք, փափկացրեք ձեր սրտերը, որովհետև դա այն պահն է, որ sense վերածնունդ ես ապրելու։ Շատ կանայք կան, երկար տարիներ չեն կարող երեխա ունենալ։ Տարբեր ձևի ինչ որ բաներ են անում, տեստեր են անում, ժամանակն են ուզում, այդ պահն են ուզում բռնացնեն, որ կներեք, sense բաներ եմ խոսում, բայց դա շատ նման է։ Այդ պահն են ուզում բռնացնել, որպեսզի բեղնավորում կատարվի։ Գիտեք, Աստված էլ այսպես խոսքը միշտ ցանում է մեզի։ Աստված գրած է մեր դռան հետևը կանգնած, միշտ թակում է։ Այդ ամեն թակոցը էդի խոսքն է, էդի լուրն է, բարի լուրն է, որ միշտ գալիս է քեզի։ Ու հենց այդ գիտեք այդ պահը երբ է, այդ բեղնավորման պահը երբ է տեղի ունենում քո սրտում, երբ որ քո սիրտը փափուկ է, երբ որ դու երեխայի նման այսպես ընդունում ես այդ խոսքը, որտեղ խոսքը Աստված է, Հիսուսն է, ամեն ինչ դրանից է սկիզբ առնում։ Երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին, այսինքն խոսքին, Աստծո խոսքին, Աստծո խոսքը Հիսուսն է, ամեն, տենց Աստվածաշնչում գրած է, Աստծո խոսքը Հիսուսն է։ Երբ որ մենք Աստծո խոսքին ընդունում ենք, որտեղ հավատում ենք, որ Իրանից է, Աստծուց է այս խոսքը եկել իմ կյանք, Սուրբ Հոգին սկսում է գործել քո կյանքում։ Սուրբ Հոգին սկսում է քեզ գործել, վերածնունդ է տալի, ծնում է նոր էություն, նոր մարդ, նոր սիրտ, նոր գաղափար, նոր մտածելակերպ, դու փոխվում ես։ Ու մեկ էլ քո բարեկամները ասում են դու գնացիր են հավատացյալների հետ, քո գլուխն էլ լվացին, դու էլ սկսեցիր ուրիշ ձև խոսալ։ Դու փոխվում ես, դա անում է Աստված, դա ոչ մեկ չի կարա անի, մարդը դա չի կարող անել, մարդը չի կարա մարդուն, գիտեք, կան հոգեբաններ, հոգեբանը կարա աշխատի մարդու հետ մի կար ժամանակ, մարդը մի կար ժամանակ հիշելով հոգեբանի խորհուրդները եւ այլ կարա մի բան փոխի իր կյանքում, բայց մեկը իր էությունը չի փոխվի երբեք, ինքը ոնց կան հենց էլ մնալու է, բայց երբ որ Աստված է փոխում, դու փոխվում ես, դու ուրիշ ձև ես սկսում խոսալ, դու ուրիշ ձև ես սկսում մտածել։ Գիտեք, գրած է մարմնից ծնվածը մարմին, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Այստեղ Հիսուսը, նայեք, հակադրում է ֆիզիկական եւ հոգեվոր ծնունդները։ Մարմնային ծնունդը բնական է, բայց հոգեվոր ծնունդը հոգուց է։ Հոգեվոր ծնունդը գալիս է Սուրբ Հոգուց, այս ծնում է նոր մարդ, նոր ստեղծագործություն քո մեջ։ Այսինքն Հիսուսը նոր ստեղծագործություն է անում արդեն։ Գիտեք որտե՞ղ։ Եդեմի պարտեզում։ Եդեմի պարտեզում ասված մի նոր Եդեմի Աստծո Եդեմի պարտեզ դա Հիսուսն է։ Ինքը Հիսուսի մեջ քեզի նոր մարդ է ստեղծում։ Մենք Հիսուսի մեջ ենք ծնվում, դրա համար ինքը մեր սկիզբն է ու մեր վերջն է այս աշխարհում, բայց ինքը եւ նաեւ մեր
կյանքն է, հավերժ կյանքն է։ Գիտեք, ես շատ դեպքերում հասկանում եմ, որ ես Հիսուսի մեջ հանգստություն եմ գտել։ Ես չեմ ունեցել կյանքում հանգստություն։ Մինչև այս վերածնունդը, վերստին ծնվելը, ես հանգստություն չեմ ունեցել։ Ես ոչ իմացել եմ գիշերը քնելը ինչա նորմալ քնելը, ես ոչ ուրախություն եմ հասկացել։ Գիտես, որ մարդուն հարցն են, սովորական աշխարհիկ մարդուն, այն մարդուն, ով դեռ չի ծնվել երկնքից, չի ծնվել Աստծո հոգուց։ Եթե ռեալ հասցն է, դու երջանիկ ես։ Մարդը կասի, եթե խորը մտածի, կասի ոչ։ Որովհետև փողը չի կարա երբեք երջանկություն տա։ Խելացի մարդը կարա մտածի ու հասկանա, այսօր այդ փողը ունեմ, բայց վաղը մյուս օր հիվանդանալու եմ։ Վաղը մյուս օր հիվանդանալու եմ, այն մյուս օրն է կարող մահանամ։ Ինչ է անելու փողը ինձ։ Ինչ կյանք է ինձ փողը տալու։ Մի պապիկ ապաշխարել էր, այս վերջերս լսեցի, գիտեք ինչի համար։ Այն որ կորոնա ցայտ եղավ, չէ, այն մարդկանց թոքերը լավ չէր աշխատում, ինչ որ ապարատներ էին միացնում, ստե չէ, Գերմանիայում չէ, դե իհարկե այստեղ անվճար է նման բաները։ Մի ուրիշ երկրում ա եղել, որտեղ վճարովի է այդ ապարատը, որ միացնում են կիսլարոդ է, չէ, տալի որ մարդ շնչի։ Լավ չի շնչել արդեն, մահամերձ ա եղել, իրան այդ կիսլարոդն են միացրել, մի քանի ժամ, 5 թե 6 ժամ օգնել է այդ ապարատը, ցարքը, որ այդ պապիկը շնչի, ու հետո արդեն կարգավորվել է, հելել է, իրան ռեխնունգ են ներկայացրել, հաշվի համար են գրել, որ այս 5 ժամը, որ այս սարքը ձեզ օգնել է շնչելու, այսինքն ձեզ կիսլարոդա տվել, սա արժի այսքան։ Ու այդ գումարը քիչ գումար չի եղել, ահագին մեծ գումար է եղել։ Ու ինքը ասես մտածել է, սկսել է հաշվել։ Եթե հաշվեմ իմ բոլոր կյանքի օրերի մեջ, որ ես պետքա վճարեի այս գումարը, իմ շնչած կիսլարոդի համար, դա այնքան է, որ կյանքում ոչ մեկ չի կարող վճարել, ու ինքը այնքան է գնահատել Աստծուն ամեն մի օրը, որ Աստված իրան ձրի է տվել այդ շունչը։ Տեսեք, Աստված մեզ ձրի տալիս է, մեզանից փող չի ուզում Աստված։ Մենք շնչում, արտաշնչում ենք այն թթվածինը, որը Աստված է ստեղծել, ամեն։ Գոհանում ենք մենք ամեն օր, որ Աստված ստեղծել է այդ թթվածինը, որ մենք շնչենք, արտաշնչենք։ Գիտեք, ամեն ինչ արել է Աստված մեր կյանքում։ Ամեն ինչ, որ այն քաղցրությունը, այն բարությունը ամեն մեկի կյանքում արել է, անգամ տվեց մեզ փրկություն։ Աստված ինչ է ուզում մեզանից, վերջով, որ մենք հավատանք Հիսուսին, ընդունենք Սուրբ Հոգին, վերածնունդ ունենանք նրա մեջ եւ հավերժ ապրենք, որովհետեւ մարդու կյանքը, ֆիզիկական կյանքը մահանալու է, բայց եթե դու վերածնունդ ունեցար Սուրբ Հոգուց, դա չի մահանալու երբեք։ Դա Աստծո մեջ հավերժ է մնալու, որտեւ Աստված հավերժ է։ Բայց եթե մարդ չվերածնվի, Հիսուսը ասում է, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, այսինքն վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող մտնել։ Քամին, տեսեք Հիսուսը հետո քամու օրինակն է բերում, չէ՞։ Ասում է, քամու օրինակը, քամին ուր ուզում փչում է։ Տենց էլ Սուրբ Հոգին։ Այսինքն քամին անտեսանելի է, բայց զգալի է, չէ՞։ Մենք զգում ենք քամին։ Մենք չենք տեսնում քամին, բայց զգում ենք, որ նա փչեց։ Դա քամիներն են, ոչ մեկ չգիտի այդ քամիները երբ կսկսի, որտեղ կսկսի, բայց դա զգալի է։ Նույնն էլ Սուրբ Հոգու գործերը մեր կյանքում զգալի է։ Մենք չենք տեսնում Սուրբ Հոգուն։ Ո՞վ է տեսնում։ Ոչ մեկը չենք տեսնում, բայց մենք զգում ենք։ Բայց մենք զգում ենք, որ նրա գործը մեր կյանքում կա։ Ո՞նց ենք զգում։ Օրինակ ես զգում եմ, որ Սուրբ Հոգին ինձ տալիս է հավատք։ Առանց Սուրբ Հոգու ես չեմ կարող ճշմարիտ հավատք ունենամ, որտեղ հավատքը դա պարգև է, դա քաղցր պարգև է, որը Սուրբ Հոգու մեջ է։ Սուրբ Հոգին ինձ տալիս է սեր, ու ինձ սովորացնում է, որպեսզի ես էլ սիրեմ։ Ես այն ժամանակ չեմ սիրել մարդկանց, բայց այսօր սիրում եմ, անգամ այն մարդուն հետ, ում հետ կարող է վիճաբանվեմ, ով կարող է ինձ վատություն անի, բայց երբ որ Սուրբ Հոգին հարցնում է, դու սիրում ես այս մարդուն, ասում եմ, հա։ Ո՞նց է տենց լինում։ Էդի հո իմը չի, էդ ինձ մաման պապան չեն տվել, դա ինձ տվել է Աստված։ Ամեն։ Սուրբ Հոգին ինձ սովորացնում է զղջում, որպեսզի ես զղջամ։ Մարդը որպեսզի զղջա իր մեղքերի համար, իր վատ քայլերի համար, երբ որ դու վատ բաներ ես անում, դա Սուրբ Հոգին է տալի։ Սուրբ Հոգին քեզ սովորացնում է սրբություն, որպեսզի մենք սրբության մեջ պահենք մեզ, փոփոխված բնավորություն, փոխում է մեր բնավորությունը, ու դա տեսանելի է։ Դա անգամ ոչ թե մենակ դու ես նկատում, քո կողքիններն էլ են նկատում, քո ընտանիքի անդամներն էլ են նկատում, քո հարևաններն են, քո աշխատանքի տեղի գոլեգաներն են նկատում են, որ դու փոխվում ես, դու նույնը չես։
Դա Սուրբ Հոգու աշխատանքն է։ Նա քեզ պատրաստում է, որպեսզի տանի երկինք։ Եվ որ քո օրը կգա, քո ժամը կգա, որպեսզի դու ունենաս հավերժություն թագավորության մեջ Հիսուսի։ Ամեն։ Դա շատ կարևոր է։ Գիտեք, Հիսուսը մեծ գին է դրա համար վճարել։ Հիսուսը մեծ գին է վճարել, որպեսզի Սուրբ Հոգին գա ու բնակվի մեր մեջ։ Դա է քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը կներեք, դա մենակ տաճար գնալ, հայր մերը անգիր ասել ու 15 հատ մոմ վառելով չի սկսվում եւ ավարտվում։ Դա ամեն ինչը լավ է, բայց դրանով չես կարող մտնել Աստծո արքայությունը։ Հիսուսը ասում է ճշմարիտ եմ ասում, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայություն։ Դրա համար Հիսուսը կատարեց շատ մեծ գործ, եւ ինքը ասեց կատարվեցավ։ Եվ ինքը ուզում այսօր, որպեսզի մենք դա հասկանանք եւ վերցնենք եւ կարողանանք Սուրբ Հոգուն ընդունենք, բացենք մեր սիրտը, բացենք խոսքը, որպեսզի այդ խոսքը դառնա այն սերմը, որը Սուրբ Հոգին կտա ուժ եւ վերածնունդ քո կյանքում, քո սրտի մեջ, որ դու կվերածնվես եւ կդառնաս Աստծո զավակ։ Ամեն։ Հասունություն է տալիս Սուրբ Հոգին։ Երբ որ քեզ վերածնում է Սուրբ Հոգին, դու դառնում ես նոր մարդ, վերածնված հոգուց Աստծո։ Սուրբ Հոգին աշխատում է, որ դու բարձրանաս, չմնաս երեխա։ Չէ, ամեն ծնված, վերցնենք օրինակ երեխան, չէ՞, բեյբիկը, ինքը ծնվում է, ինքը սկզբից կաթիկ է ուզում, լացում է, ղժում է, կաթ է ուզում, մենք ասում ենք, բայց մեր գործը ի՞նչ է։ Մենք իրան սնում ենք այն սնունդով, ինչ որ ինքը պահանջում է, ինչ որ իրան կարանք տանք։ Բայց հետո ժամանակի ընթացքում, բայց մենք ունենք որպես ծնող, մենք նպատակ ունենք, որ այս երեխան մեծանա, չմնա երեխա փոքր։ Դրա համար Աստված էլ նպատակը, Աստծո Սուրբ Հոգու գործը այն է, որ մեր կյանքում մեզի տա հասունություն, որ մենք հասունանանք, բարձրանանք։ Հռոմեացիներին 8:14-ում գրած է. ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Այստեղ էլ գրած չի երեխաներ, որդիներ։ Այսինքն, եթե դու Աստծո հոգով ես առաջնորդվում, ո՞նց ենք մենք առաջնորդվում Աստծո հոգով։ Նույն բանը։ Սուրբ Հոգու հետ խոսացեք, Սուրբ Հոգու հետ շփվեք, հարցեր տվեք, խնդրեք մի բան։ Պետք չի ժամերով երկինք բարձրացնեք, գլուխներդ ու աղոթ կանեք, որ ինչ որ մի բան Տերը ձեզ տա։ Հեթանոսների պես Հիսուսը դրա համար Հիսուսը նախորդ սովորացնում էր մեզ։ Ասում էր հեթանոսների պես մի եղեք։ Իրանք գիտեն թե որ սեն շատ աղոթեն, Աստված նոր այդ ժամանակ կգործի իրանց կյանքում։ Աստված ասում է գնա մտի քո ծածուկ սենյակը, ծածուկ անգամ աղոթի։ Հայրը մինչև քո աղոթքը սկսել ինքը գիտի քո ուզածը։ Հավատա որ ինքը քո հետ է։ Հայրը նույն հայրը իր հոգով ինքը քո հետ է։ Գիտեք, ես մի հատ sense վկայություն պատմեմ իմ կյանքում, որպեսզի մի քիչ ավելի հասկանալի լինի։ Ինձ համար օրինակ դա շատ օգնեց, երբ որ Տերը ինձ տեսիլքի պես ցույց տվեց, ու ես հասկացա, չնայած ոչ մի թեոլոգ չի կարա բացատրի դա, թե ինչ է երրորդությունը, ոնց մենք հասկանանք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Մենք ասում ենք մենք ունենք մեկ Աստված, բայց կարդում ենք, որ կա Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բայց դրանք մեկ է։ Երեք անձ, երեք անձնավորություն, բայց մեկ Աստված։ Գիտեք, ոչ մեկ չի կարա սա բացատրի, բայց դու կարաս սա հասկանաս։ Ինքդ քո համար, որտեղ կան գաղտնիքներ, հոգևոր գաղտնիքներ, որը որ քո լոգիկան չի կարա նենց սիրուն մշակի ու բացատրի, որ մարդն հասկանա։ Դա հնարավոր չի։ Դա անհնար է։ Դա կարաս մենակ դու հասկանաս, երբ որ դու ծնվես Աստծո հոգուց, դա քո մեջ կբացվի։ Իմ ապաշխարության օրը, երբ որ ես այդ օրը որ պետքա գնայի ապաշխարը, ես չգիտեի դեռ, որ էդի իմ վերջի օրն է, որ ես պետք է ապաշխարեմ։ Գիտեք, ես միշտ վատ երազներ էի տեսնում։ Այն երազները, որ ասած միտեղ ինչ որ մի բարձր տեղ, ինձ թվում է շատերի հետ նման երազներ եղել, որ դու ինչ որ բարձր տեղից միշտ ընկնում ես։ Ո՞վ է ունեցել այդպես երազներ։ Ունեցել եք։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Դա այն է նշանակում, որ դու ուզում ես արդար ապրես։ Դու ձգտում ես արդարության։ Քո կյանքում ինչ որտեղ դու գալիս ես, ասես հասնում ես ինչ որ մի բարձր կետի, բայց քեզ բրդում են ու դու ընկնում ես։ Ու դու շանս չունես, դու ընդեղից պետք է ընկնես։ Ոչ մի շանս չունես։ Ու հենց այդ ընկնելու պահին ասես արթնանում ես, վախեցած ասում ես էլի ընկա։ Եղել է չէ՞ այդպես բաներ։
Գիտեք, դա մարդու ձգտումն է, որ մարդը ամեն մարդ ստեղծված է Աստծուց, Աստված է կամեցել, որ մենք ծնվենք։ Այդ մարդը ինքը ձգտում է լավ լինել, բայց իր մոտ չի ստացվում։ Պողոս առաքյալի խոսքերն եմ հիշում, երբ որ ասում է, ես ախր ուզում եմ լավ անեմ, բայց չի ստացվում։ Ուզում եմ լավ անեմ, վատն է ստացվում։ Ինչ անեմ։ Ինչ անեմ, Պողոս առաքյալը ասում է։ Ով ինձ կազատի այս մահվան մարմնից, այս մեղքից։ Գիտեք, Հիսուսն է ազատում։ Երբ որ Հիսուսն է քեզ բարձրացնում, դու էլ չես ընկնի։ Քանի բռնվես Հիսուսից, չես բռնի։ Ես այդ ժամանակ այդ երազները, որ տեսնում էի, շատ հաճախակի էի տեսնում, որտեղ իրականում ես իմ կյանքում ուզում էի լավը լինի, լավ բաներ անեի, Աստվածաշունչ կարդում էի, աղոթում էի։ Ես ռեալ եմ ասում, ես շատ էի կարդում Աստվածաշունչ, աղոթում էի շատ, մոմեր էի շատ վառում եկեղեցում, շատ էի վառում մոմերը։ Շաբաթը 2-3 անգամ գնում էի, հայր աղոթքը, մի քիչ էլ իմ հասկացած աղոթները անգիր ասում էի, այդ ամեն ինչը անում էի, բայց գիտեք, միշտ երազից մեջ ընկնում եմ։ Իմ կյանքում ոչ մի բան չէր փոխվում, ոչ մի բան։ Ուզում էի լավը դառնալ, բայց չէր ստացվում։ Մի օր նեղացած Աստծուց ասեցի, ես վատն եմ կմնամ։ Գիտեք, այդ օրը, այդ իմ ապաշխարության օրն էր, էլի երազ էր։ Երազումս էլի այսպես մի բարձր տեսա, որ սենց ինչ-որ բարձր պատ է, բարձր պատի վրա կանգնած եմ ու ներքևում ինչ-որ աշխարհն է, աշխարհի մարդիկ սենց իրար կծում են, իրար բամբասում են, սենց իրականում, գիտեք, իրական պատկերը ոնց է աշխարհի։ Իրար մարդիկ խփում, ծեծում ու կծում են։ Կարող է ֆիզիկական դուք դա չեք տեսնում, բայց մարդու մեջը նրա միտքը, նրա բառերը այդ է հենց իրականությունը, այդ հոգևոր իրականությունը Աստված բացում ոսս տեսնում եմ, ասում եմ, «Էս ինչ վատ է այս աշխարհը։ Էս ինչ վատ վիճակի մեջ է, մարդիկ իրար ծեծում են, կծում են, անարգում են»։ Ու ես ասում եմ, «Ինչ լավ է, ես սենց մի քիչ բարձր սենց պատեր, մի քիչ բարձր եմ կանգնած, խառնված չեմ իրանց հետ»։ Ու մեկ էլ այդ իմ երազը սկսեց կրկնվել, որ պիտի ես ընկնեմ։ Ու ես լսում եմ դևերի ձայներ, այսպես վատ ձայներ եմ լսում, ովքեր այս պատը այսպես իրար են տալիս։ Ու այս պատը այսպես քանդվում է, այտենց կիրպիչ, այսպես ոտքերից տակից սկսեց փլվել, ընկնել։ Ու ես ասեցի, վերջ, էլի ընկնում եմ հեսա։ Էլի ընկնում եմ, ու այդ պահին այդ երազից մեջ այդ պահին sense գլուխս բարձրացրեցի վերև, սկսեցի գոռալ, ասի կա մեկը որ ինձ կօգնի, կա մեկը, ես էլ չեմ ուզում ընկնեմ, հոգնել եմ ընկնելուց, կա մեկը որ ինձ կօգնի։ Գիտեք, այդ պահին sense մի հատ երկնքից անգամ չէր երևում ծայրը, հա, երկնքից այսպես մի հատ այս հաստությամբ, այսպես պարան իջա։ Ու այդ պարանը ես տեսնում եմ ոսկի ու արծաթագույն պարան, այսպես իրար գործած։ Ոսկի ու արծաթագույն, տեսանելի, որը ես կարող եմ տեսնեմ, ոսկին ու արծաթը։ Այսինքն իրար հետ գործված, այսինքն հիշում, այսինքն ֆռացած, համ իրանք են գործված, համ էլ իրանք իրար հետ էր գործված։ Ու սենց ես ձեռքս սենց գցեցի, որ բռնեմ այդ պարանը, ասեցի իմ փրկությունը, սենց ձեռքս գցեցի, որ բռնեմ այս պարանից։ Ես զգացի, որ երրորդն էլ է մեջը ֆռում, բայց այդ երրորդը անտեսանելի է, ես չէի կարող տեսնել։ Բայց ես այդ պահին իմ մեջ նենց բացվեց հենց այս Աստծո երրորդությունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգին, այս երրորդությունը նենց բացվեց, երբ որ ես այսպես բռնվեցի այս պարանից, ես հասկացա, որ սա իմ փրկությունն է։ Մինչև ինչքան ես պահեմ իմ ձեռքերով, այնքան այս պարանը ինձ պահելու է։ Բայց երբ որ թողեմ, կընկնեմ։ Իմ ձեռքերի մեջ է արդեն։ Ու ինձ պետք չէր տանջվեի, որ պահի։ Ես հանկարծ հանգիստ այսպես այս պարանից բռնված, կախված մնայի այն մակարդակի վրա, որտեղ կախված էի։ Պատը արդեն չկա։ Պատը չկա, ոտքերից տակ ոչ մի բան չկա։ Դա գիտեք ինչն է, դա մարդու արդարությունն էր, երբ որ մենք ուզում ենք մեր արդարությունը ստեղծենք, մեր ոտքերի տակ կանգնենք ու ասենք, սա իմ արդարությունն է, սա իմ գործերն է, ես սրա վրա եմ կանգնած։ Գիտեք, դա փլվում է, դա ընկնում է, դու դրա վրա երբեք չես կարող կանգնած մնաս։ Ես այդ երազից մեջ հասկացա, որ իմ ստեղծած պատը դա ոչ մի հիմք չունի, դա հիմք չի, դա կարա ամեն րոպե ընկնի։ Երբ որ ես բռնեցի, ես հասկացա, որ երրորդը, Աստծո երրորդությունը Սուրբ Հոգին է, որին չեմ տեսնում, բայց բռնված եմ իրանից, բայց բռնված եմ։ Գիտեք, շատ կարևոր է, երբ որ դու հանդիպում ես Աստծուն, բռնվում ես Աստծուց, չմնաս այս մակարդակի վրա։ Ես մի որոշ ժամանակ այդ իմ տեսիլքի մեջ կախված եմ մնացել ու շատ ուրախ եմ, ասում եմ, «Էս իմ փրկությունն է, վերջ, ես էլ կյանքում չեմ ընկնի, սա է իմ փրկությունը, վերջը ստացա»։ Ու մեկ էլ ինձ միտք եկավ, ուզում ես մնաս այս մակարդակի վրա, թե ուզում ես մի քիչ բարձրանաս։ Ես ասեցի, չէ, ես ուզում եմ բարձրանամ։
Ես սիրում եի Հայաստանում, երբ որ դպրոց ենք գնում, ֆիզկուլտուրայի ժամանակ այդ պարաններ կար, հիշում եք, կարող ենք sense բարձրանալ, հա, ես սիրում եի այդպես բարձրանալ։ Ու հենց այս շատ նման, այսինքն մի անգամ այսինքն ձերքը sense գցեցի, բարձրացա, sense ուզում եի երկրորդը գցի, գիտեք, այդ պարանը ինձ այսինքն նես բարձրացրեց ավելի շատ վեր, մի 1000 անգամ ավելի բարձրացեց, քան էսի մի մետրը, որ ես բարձրացա։ Հետո էլի մնացի մի մակարդակի վրա։ Հետո մի քիչ ժամանակ անցավ, ասեցի, տեր էլի եմ ուզում ու էլի եմ ձգվում, որ բարձրանամ։ Գիտեք, այնքան sense երկրորդ անգամ էլ որ sense բարձրացրեց, շատ բարձրացրեց։ Երրորդ անգամը երբ որ sense ձեռս գցեց, արդեն երրորդ անգամ բարձրացեց ու արդեն դուր էր, որտեղից ես կարողացա մտնեմ ներս ու դա սպիտակ, այսինքն սպիտակ դահլիճ էր, այնպես խաղաղություն էր։ Ես տեսա եկեղեցու ժողովուրդ, այդ եկեղեցի, որտեղ ես գնացի ապաշխարեցի։ Հենց այդ եկեղեցու դահլիճը տեսա, սպիտակ տեղեր ու ոտքերս որ կանգնեցին եկեղեցու մեջ, ասեցի, այսի վերջը ապահովությունն ու հանգստությունն է։ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմինն է։ Մենք պետքա ձգտենք, որպեսզի տեսեք այս տեսիլքը Աստված ինձ ինչ սովորացրեց այս տեսիլքով, որպեսզի ես իմ հիմքը ապահով չի, իմ կառուցած ճիշտը, իմ կառուցած արդարությունը, բոլորս էլ ուզում ենք ձգտենք լավ մարդ լինենք, բայց դա չի օգնելու, դա փլուզվում է։ Մի օր քեզ կամ բրդում գցում են կամ էլ էդի փլուզվում է, մի օր մի հատ վատ բան կկատարվի քո կյանքում, մի օր մի հատ փոթորիկ կբարձրանա քո կյանքում եւ քեզ կբրդի կգցի։ Դու չես կարող կանգուն մնաս, ինչքան էլ ուզենաս լավ մարդ լինես։ Հիսուսից լավ մարդ ոչ մեկը չենք կարող լինենք։ Ամեն։ Դրա համար մենք պետք է վերցնենք Հիսուսի արդարությունը ու Հիսուսի արդարության վրա կանգնենք, կառուցենք մեր ապագան։ Հիսուսի արդարությունը, դա իր արունն է, դա այնա, որ ինքը արդարացրեց մեզ, հավատալով Հիսուսին մենք արդարանում ենք, մենք կախված ենք արդեն իրանից, ուրիշ շանս չունենք։ Կամ Հիսուսից կախված ենք, կամ ուրիշ շանս չունենք։ Եվ Հիսուսը մեզ տեղ է առաջարկում, ասում է մի քիչ ձգտի, միտեղ գրած է Աստծո արքայությունը նահանջելու մի քիչ գործողություն է, չէ՞, մի քիչ ուժ է պետք տալ։ Ես իմ երազի մեջ տեսա հենց այդ պահը, որ Աստծո արքայությունը, որպեսզի մտնեմ ու ես արդեն հիմնվեմ այնտեղ, իմ ոտքերս կանգնած լինի ամուր, ինձ պետքա մի քիչ ժամանակ ու մի քիչ ինձանից իմ կամքը պետքա արդեն դնեմ, մի քիչ ուժ տամ, ցանկություն ունենամ բարձրանալու։ Գիտեք, սիրելի քույրս, եղբայրս, եթե մենք այսօր Քրիստոսի մեջ ենք, կյանքում մի մնա հլը, եթե դու զգում ես դու դեռ հլը հիմնված ես Քրիստոսի մեջ, հիմքերը թույլ ա դեռ, խնդրում եմ մի քիչ ուժ գործադրի, ցանկություն ունեցի, ավելի մտնես Աստծո մեջ, ցանկություն ունեցի, Տերը քեզ կբարձրացնի։ Տերը քեզ կբարձրացնի, քո ցանկությունն է պետք, քո քայլն է պետք։ Գիտես, ամեն մի քայլ անգամ որ մարդ քայլ է անում գնա եկեղեցի, դա արդեն ցանկություն է, դա արդեն քայլ է, որը երկինքը գնահատում է քեզ, գնահատում է քո քայլը։ Աստված ոնց որ լավ այգեպան լինի, այն լավ այգեպան, որ ասես մի ուրիշ ճյուղից վերցնում է իր ծառին, պատվաստվում է, ասես տատիկս հիշում եմ, ասես բալի ծառի վրա մի ուրիշ ճյուղից ասես բաներ կպցնում, կեղևը մի քիչ մաքրում էր, հա, ասես փաթաթում էր ու սպասում էր, ասում էր, եթե կկպնի, կպատվաստվի, կթողնեմ, եթե չէ կհանեմ։ Ու ճյուղեր կար, որ կպնում էր, այսպես մնում էր։ Բայց ճյուղեր կար, չէր կպնում, մեկը չորանում էր, հանում էր այդ ջուրը։ Գիտեք, մենք էլ ենք տենց։ Մենք էլ գալիս ենք, երբ որ գալիս ենք Հիսուսին, գալիս ենք հավատքին, գալիս ենք սկսում ենք Հիսուսին հավատալ, Հիսուսն էլ մեզ վերցնում է, ասես կպցնում է, ինքը շատ սիրով է դա անում, որպեսզի մենք կարողանանք կպած լինենք Իրանից, որովհետև մենք ճյուղ ենք, բայց առանց Հիսուսի, առանց այդ ծառի, պտղաբեր ծառի, մեզ ոչ մեկ այդ էներգիան, այդ սոկը, այդ կյանքը, այդ շունչը չի տա, որպեսզի մենք էլ կպնենք։ Բայց երբ որ մենք կպնենք, արդեն հավերժ կմնանք իր վրա։ Հիսուսը հավերժ ծառ է։ Նա կյանքում չի չորանալու։ Նա բարի ծառ է, որը բերում է բարի պտուղ։ Մենք էլ գրած է իր ճյուղերն ենք։ Ամեն։ Մենք էլ իր հետ այդ նույն պտուղն ենք բերում, ինչ որ Հիսուսի մեջ է։ Ամեն, բայց մենք պետքա ընդունենք ճշմարտությունը, Սուրբ Հոգուն, պետքա ընդունենք եւ Սուրբ Հոգու հետ հաղորդակցվենք, որտեղ Սուրբ Հոգու միջոցով է ամեն ինչը լինում։ Ամեն։ Տեսեք, մարդու փոխհարաբերությունը շատ կարևոր է Սուրբ Հոգու հետ։ Եթե սովորենք հաղորդակցվենք Սուրբ Հոգու հետ, մենք չենք կարող հասնենք, մենք չենք կարող կպած մնանք Հիսուսին։
Մենք պետք է սովորենք հաղորդակցվենք Սուրբ Հոգու հետ, որպեսզի ունենանք այդ կյանքը։ Հիսուսը ասում է. ես որդատունկն եմ, դուք էլ ճյուղերն եք։ Եթե ինձանում մնաք, Հիսուսը ասում է, բերք կբերեք, պտղաբեր կլինեք եւ կմնաք։ Բայց ասում է, այն ով որ պտղաբեր չլինի, պտուղ չբերի, կչորանա։ Իսկ չորացած ճյուղը գցում են կրակի մեջ։ Հաջորդ տեղը, որ ուզում եմ կարդամ, Հովհաննես 14, 16-ից 18 գլուխները։ Եվ ես հորը կխնդրեմ եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպիսի հավիտյան ձեզ հետ լինի։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում եւ չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ ворդ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ, Հիսուսը ասում է։ Տեսեք, ամեն փառք Տիրոջը, նայեք, եւ ես հորը կխնդրեմ։ Հիսուսը, ես գիտեք, երբ Հիսուսը ասում, երբ որ արդեն հարություն առել Հիսուսը, ու ինքը պետքա գնա փառավորվի, պետք է երկնքում փառավորվի, Հիսուս ասում է, ես հորը կխնդրեմ, երբ որ գնամ երկինք, եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպիսի հավիտյան ձեզ հետ լինի։ Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մարդու կյանք ու դու ընդունում ես Սուրբ Հոգուն, նա հավիտյան է գալիս քո մոտ։ Արդեն գիտեք Սուրբ Հոգու մկրտությունը մարդու հետ ալֆա ու օմեգա չի, ալֆայա եւ հավերժությունն է։ Սուրբ Հոգին գալիս է, որպեսզի հավերժ լինի քո հետ, քո Աստված լինի եւ դու էլ լինես նրա մեջ։ Անհավատ աշխարհը, Հիսուսը ասում է, չի կարող ընդունի Սուրբ Հոգուն, որովհետեւ նրան չի տեսնում։ Սուրբ Հոգուն ընդունելու համար նախ առաջինը պետք է մեզ հավատք։ Եթե մենք չունենանք հավատք, չենք կարող ընդունել, որովհետև չենք տեսնում իրան։ Իսկ հավատքը ինչի համար է? Ընդունել, հավատալ չտեսնված բաներին։ Սուրբ Հոգին անձ է, Սուրբ Հոգին Աստված է, որը ստեղ է այս աշխարհում է։ Ինքը ստեղ է հենց հիմա։ Սուրբ Հոգին ստեղ է, ինքը միշտ է ստեղ, ինքը միշտ մեր մեջ է։ Հիսուսը ասում է, կլինի անգամ ձեր մեջ։ Դա արդեն մկրտությունն է, այն պահն է, երբ որ մարդը մկրտվում է Սուրբ Հոգով, եւ Սուրբ Հոգին արդեն մարդու մեջ է։ Սուրբ Հոգին քեզ նոր ծնունդ է տալիս եւ քո մեջ է արդեն լինում։ Եթե հավատաս եւ ընդունես Հիսուսին, նա կխնդրի Հորը, որպեսզի Սուրբ Հոգին գա քո կյանք։ Այսօր մենք աղոթելու ենք, որպեսզի Սուրբ Հոգին գա մեր կյանք։ Մենք կարիք ունենք Սուրբ Հոգու։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող ոչ մի բան անել։ Մեր քրիստոնեությունը ու մեր հավատքը կլինի օթերի մեջ, առանց հիմքի, առանց գործողությունի, առանց օրհնությունի, առանց փոփոխությունի, բայց եթե դու ուզում ես, որ կյանքումդ ունենաս փոփոխություն, ամուր կպած լինես Հիսուսից եւ բերես պտուղներ, պտղաբեր լինես, մենք պետք է ընդունենք Սուրբ Հոգուն։ Մենք պետք է շփվենք Սուրբ Հոգու հետ։ Նա մեր սրտի Տերը պետք է լինի։ Նա մեր մտքի Տերը պետք է լինի։ Ամեն։ Սուրբ Հոգին մխիթարում է մեզ։ Դա էլ է շատ կարևոր բան, Հիսուսը ասում է մխիթարիչը, որովհետև տեսեք շատ դժվար է։ Մենք ուզենք թե չուզենք, մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում ու ֆիզիկական մարմնի մեջ, որտեղ կան շատ քշումներ, հալածանքներ, հակառակություններ սատանայի կողմից, կարան գան փոթորիկներ բարձրանա, զանազան ինչ-որ հիվանդություններ գան, գնան, բայց եթե չունենանք Սուրբ Հոգու մխիթարությունը, սատանան մեզ կկործանի ուղղակի։ Հենց առաջի հիվանդությունը, որ սկսվի, դու կկործանվես, եթե Սուրբ Հոգու մխիթարությունը չունենաս, որովհետև նա քեզ մխիթարում է ինչով, նա քեզ ասում է մի վախեցի։ Եթե Աստծո խոսքում գրած է ամեն ինչ, ռուսերեն ասեմ, հայերեն չգիտեմ այդ Любящему Бога все содействует ко благу։ Ամեն ինչ, որ քո կյանքում լինում է, բարին գործակից է լինում։ Ինչ, ամեն ինչ, ինչի համար։ Դու կասես հիվանդություն եկավ իմ կյանք, ո՞նց կարա դա բարին լինի։ Եթե դու հավատում ես, այդ հիվանդությունը կարա գնա քո կյանքից։ Դա լինի բարի գործակից եւ դրանով ինչ կլինի։ Կավելանա քո հավատքը, կավելանա քո սրտի վկայությունը, կենթանի վկայությունը։ Գիտեք, այս շաբաթը որ սկսվեց, մեր կյանքում sense փոթորիկ բարձրացավ։ Մեր ընտանիքում։ Կինս բժիշկի գնաց, բժիշկը ստուգեց, գլուխը տաքանում էր, գլխի մի հատվածը տաքանում էր, աչքը համարյա կիսատ պռատ էր տեսնում, կուրանում էր, շատ վատ բան ասեցին։ Կարող պատկերացնեք։ Ու մեզ շատ շտապ ուղարկեցին նոտարց մեր քաղաքում, շտադիում։
Շատ շտապ։ Մենք գնացինք այնտեղ շատ շտապ շտուգեցին, ասեցին ավելի լուրջ է խնդիրը, գնացեք Համբուրգ։ Համբուրգի հիվանդանոց մեզ ուղարկեցին, որտեղ այնտեղ ավելի լուրջ եղեն մասնակիցները, շատ շտապ ամեն ինչը։ Դեք ու այդ ընթացքում ես բռնկվել եմ աղոթքի, ու ես հավատում եմ անգամ Գայանքուրը զանգել է, ստացել է սրտի մեջ, որ պետք է աղոթի Աստղիկի համար։ Աստղիկը ասում է դու Գայանքրոջը բան ասել ես, ասում եմ չէ։ Ինքն աստված է սրտի մեջ, Աստված է դե, ու ես հասկացա, որ սա պայքար է, այս պայքարին պետք է դեմ առնել այս պայքարին։ Եթե ես ունեմ մխիթարություն իմ սրտի մեջ Սուրբ Հոգուց, ես հասկանում եմ, որ հաղթանակը Աստծունն է, ես հասկանում եմ, որ վերջի խոսքը Աստծունն է, անգամ դրան եթե ռեալ ինչ-որ խնդիր է եկել իմ ընտանիքի մեջ, բայց Աստծունն է վերջի խոսքը։ Նա պետք է ասի, ոչ թե սատանան պետք է անի իր գործը, Աստված պետք է։ Սրա համար պետք է հավատք։ Սրա համար պետք է մխիթարություն, որ Սուրբ Հոգին քո սրտի մեջ խոսա։ Եթե Սուրբ Հոգին չմխիթարի քո սրտի մեջ չխոսա, քեզ չասի դու չես ունենա այդ հավատքը։ Դու չես կարող կանգնես պայքար, գիտես ինչ կանես։ Դու կպարտվես։ Սատանան քեզ կհաղթի։ Դրա համար է գրքում գրած տգիտության պատճառով կործանվում է իմ ժողովուրդը։ Չիմանալու պատճառով կործանվում է իմ ժողովուրդը։ Մենք պետք է սրանք շատ լավ հասկանանք ու իմանանք։ Ո՞նց ենք մենք իմանում Աստծո բաները։ Ունենալով նրա հոգին մեր սրտի մեջ։ Գիտեք, այնքան ուժեղ էր իմ հավատքը, իմ աղոթքը ու Սուրբ Հոգով պայքարը, որ ես անգամ սկսեցի ծիծաղալ սատանայի վրա։ Ասի, էս կարա իր ընդամենը աներ, փախար իմ կյանքից։ Ես հենց այդ բառը ասեցի, կփախավ։ Աստղիկը ասում է, ես արդեն լավ եմ, ամաչում եմ այս բժիշկների մոտ գնամ, հիմա գնամ ինչ ասեմ, արդեն լավ եմ։ Գիտեք, գնաց ու գնաց։ Գնաց ու գնաց։ Մենք պետք է ունենանք այդ հավատքը Աստծո վրա, Աստծուն հուսացած, բայց դա այդ հավատքը, այդ հավատքի տեսակը, կենթանի հավատքի տեսակը մեզ կարա տա մենակ Սուրբ Հոգին։ Դու չես կարող դա ձեռք բերես ինչ-որ ուրիշ աղբյուրներից։ Դու չես կարող դա ձեռք բերես քո գիտությունից, քո թեոլոգիայից, քո ուսուցիչից, քո քարոզիչից, չես կարող։ Դու դա կարաս ձեռք բերես մենակ Սուրբ Հոգուց։ Երբ որ Սուրբ Հոգին քո մեջ է ու քո մեջ խոսում է։ Գիտես, Սուրբ Հոգու մեջ ազատություն կա։ Սուրբ Հոգու մեջ ռեալ ազատություն կա։ Կրոնի ու ուսուցման մեջ դու չես գտնի այդ ազատությունը, որը Սուրբ Հոգին է քեզ տալի։ Պաստոր հովիվ կա, որի մոտ կարող գնաս, ասես հովիվ էսի մեղ կա, հովիվը ասի, հա, որդյակը սա մեղ կա, չանես էսի։ Բայց մի ուրիշ հովիվի մոտ կարող գնաս, ասես հովիվ էսի մեղ կա, ասի, չէ, ով ասե մեղ կա։ Աստվածաշունչը չի ասում, որ սա մեղ կա։ Օրինակ եմ ասում։ Ու դու հիմա խառնվես իրար ու տանջվես ու չհասկանաս հիմա մեղ կա թե մեղ չի։ Բաներ կա տենց է։ Գիտեք, մենք պետք է լսենք Սուրբ Հոգուն, որտեղ Սուրբ Հոգին քո խղճի հետ է աշխատում, քո հետ է աշխատում, ինքը քեզ կասի ինչն է մեղ, ինչը մեղ չի։ Ինքը քեզ կասի, որտեղ շատ է, որտեղ քիչ է, որտեղ ազատություն ունես, որտեղ պետք չի։ Գիտեք, Աստված է մեր Տերը, երբ որ ասում ենք մեր Տերը Աստված է, մեր ամեն ինչի Տերն է ինքը։ Մեր ընտրությունների Տերն էլ է ինքը, որովհետև մեր կամքը մենք կանչում ենք, որպեսզի իր կամքը լինի այս աշխարհում մեր միջոցով։ Ինքը մեզ տվել է իշխանություն, Աստված մարդուն տվել է իշխանություն։ Գիտեք, Աստված այդ իշխանությունը մարդու ձեռքից չի վերցրել մինչև այսօր։ Ուղղակի մարդը այդ իշխանությունը կիսում է սատանայի հետ։ Բայց Աստված ուզում է, որ չէ, մենք աղոթք ենք անում, որ Հայր թող լինի քո կամքը այս երկրի վրա ոնց որ երկնքում է։ Շնորհակալություն ասեմ այն մարդկանց, ովքեր Աստծո կամքը քաշում են այս աշխարհ ու կատարում են, ասում են, թող քո կամքը լինի Տեր իմ Աստծո, թող քո փառքը լինի այս աշխարհում։ Որտեւ այսօր քիչ են տենց մարդիկ։ Սատանայի կամքը այսօր այնքան շատ է այս աշխարհում։ Ոնց է գործում։ Մարդու իշխանության միջոցով, որտեւ Աստված մարդուն տվել է իշխանություն կատարելու ինչ-որ մի բան, կատարելու ինչ-որ մեկի կամքը։ Փառք Հիսուսին։ Մի երկու տեղել եմ կարդում ու աղոթք ենք անել։ Սուրբ Հոգուն մենք պետք է զգանք։ Մենք պետք է զգանք մեր սրտում։ Մենք պետք է ընդունենք նախ առաջին իրան, ապրենք իր հետ, դա է ճշմարիտ քրիստոնեությունը, եւ մենք պետք է թույլ տանք, որպեսզի զգալի լինի նա մեր համար, որպեսզի նա կարգավորի մեր սիրտը, մեր միտքը, մեր կյանքը։ Եթե ես չիմանամ այդ մխիթարությունը, ես չեմ ունենա ուժ։ Մի հատ տեղ ուզում կարդամ, ես եմ գրել Սուրբ Հոգին ուղարկված է ոչ թե միայն որպեսի մխիթարություն, այլ նայեք ինչ եմ գրել, զորության, առաջնորդության եւ Հիսուսի ներկայության յուրաքանչյուր հավատացյալի ներսում։
Հիսուսի ներկայությունը պետքա մեր ներսում լինի։ Մի հատ տեղ եմ ուզում կարդամ Հովհաննես 6:7-ում գրած է. բայց ես ձեզ ճշմարիտ եմ ասում, ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, Հիսուսն է ասում, որովհետև եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ Որովհետև տեսեք, Հիսուսը, քան ես աշխարհում եմ, ինքը արտաքինից էր գործում։ Ինքը մարդկանց հետ էր, մարդիկ իրան կարող էին տեսնեին, բայց Հիսուսը ստե ավելի շատ մեծ բան է ասում։ Միգուցե մարդիկ ասում են, ոնց Հիսուս, բայց դու ստեղ ես, մենք ավելի լավ է, չէ՞։ Ռեալ աշակերտներին եմ ես այդ պահին պատկերացնում, ոնց էին ուրախանում, ասում են, ոնց դու գնաս։ Բայց Հիսուս ասում է, ձեր համար ավելի լավ կլինի, որովհետև ես որթե արդեն արտաքինից ձեր հետ կխոսամ, ձեր այս ականջների մեջ, այլ ես արդեն ձեր մեջ կլինեմ։ Ձեր միջից արդեն ես կխոսամ։ Գիտեք, սա նույն Հիսուսի հոգին է։ Հիսուսը, Սուրբ Հոգին ու Հայր Աստված դա մեկ Աստված է։ Մենք պետք է հասկանանք դա ու մեր սրտով ընդունենք, որովհետև Հիսուսը եկավ իր Սուրբ Հոգով։ Եկավ նա հիմա մեր հետ է, մեր մեջ է խոսում։ Գիտեք, ասում է ինքը ուրիշ բաներ սովորացնելու ձեզ։ Իրանից ինչ որ նորություն չի հորինելու Սուրբ Հոգին։ Այստեղ մենք պետք է զգուշեր լինենք, սրա զգուշությամբ մոտիկանանք այն գիտությանը, այն հասկացողությանը, որ գալիս է, որ դա պետք է լինի Հիսուս Քրիստոսին խոսքին համեմատ, որովհետև Սուրբ Հոգին Հիսուս Քրիստոսի խոսքից դուրս ոչ մի բան չի անելու, ոչ մի նորություն չի անելու։ Մենք ստեղ պետք է շատ զգուշ լինենք։ Կորինթացիների 3:17-18-ում կկարդամ, հետո դրանից հետո աղոթք ենք անում։ Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Սակայն մենք բոլորս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով նայում ենք պատկերով, կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը, առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ Հոգին է։ Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Եթե ուզում ես քո սիրտը ազատ լինի, պետք է Տիրոջը հրավիրես։ Նա չի գալիս ժամանակավոր։ Նա չի գալիս մենակ այսօր քո հետ լինի, այս վայրում քո հետ լինի, հետո որ գնացուն էլ հետը չլինի։ Գիտեք, Հիսուս ուզում է միշտ քո հետ լինի։ Ես հիշում եմ այն պահը, որ ես եկեղեցում Տիրոջ Հոգին ստացա, Սուրբ Հոգին ստացա, իմ բերանը չէր փակվում։ Ես անգամ պրծել էր, վերջացել էր ծառայությունը, գնացել եմ տուն, մեքենայի մեջից չէի ուզում դուրս գալ։ Ես աղոթում էի, շարունակում էի, որտեղ սիրտս լցված էր։ Ես խոսում էի լեզուներով, ինքս էլ չէի հասկանում, ինչ եմ, պետք էլ չի հասկանամ, Աստված է հասկանում։ Աստված է հասկանում, ես ինչ եմ խոսում։ Աստված է հասկանում, թե Հոգին ինչ է խոսում։ Այս նոր ծնված հոգևոր երեխան, որ նոր է ծնվել, ինչ է խոսում։ Աստված հասկանում այդ լեզուն։ Դա աղաղակ է դեպի Աստված։ Դες մի վախեցի երբեք բացվես։ Մի վախեցի երբեք բացվես, այն ինչ որ սրտումդ լցված է, աղաղակես դեպի Աստված։ Բացիր բերանդ, բացիր շրթունքներդ, Աստծուն փառք տուր։ Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Դες մեր մեջ, մարդու մեջ, միշտ էլ այդ խնդիրը կա, բռնվածությունը կա։ Հիսուսը ուրիշ տեղ ասում է, դուք գերի եք, մարդը գերի է։ Յուրաքանչյուր մարդ, որը չունի Սուրբ Հոգին իր ներսում, նա գերի է, սատանան իրան բռնել է։ Դու չես կարող ազատվես։ Ես էլ եմ ասում, դու ուզում ես լավ լինես, բայց դու գերի ես։ Դու չես կարող մինչև վերջ լավ լինես։ Քո կառուցած լավը մի օր փլովում է, մի օր քանդվում է, որովհետև այնտեղ կա խավար, բայց որտեղ լույս է գալիս քո սրտի մեջ, խավարը դուրս է գալիս։ Բայց երբ որ խավարն է լույսն էլ դու ինչ որ մի օր ուզենաս դուրս հանես քո կյանքից, այդ խավարը էլի հետ է գալու։ Տեղը դատարկ չի մնալու։ Կամ լույսն է լինելու քո մեջ, կամ խավարն է լինելու։ Դա համար ում սիրենք, նա էլ լինելու է մեր մեջ։ Եթե Աստծուն սիրենք, Աստծուց բռնվենք, նրա Սուրբ Հոգին է մեր մեջ լինելու ու փոխելու է։ Աստված ունես սիրուն ժամանակը շրջանը ինձ դուր է գալիս այս ժամանակը։ Գիտեք, Աստված մի բարենպաստ այս կլիմա է ստեղծել այսօր, որ ով ոնց ուզում մտածում է, ով ոնց ուզում խոսում է, ով ոնց ուզում շարժվում է, պիղծը պղծվում է, Սուրբն էլ սրբվում է։ Սուրբը չի վախենում այսօր ասի ես սուրբ եմ։ Հավատացյալը չի վախենում ասի ես հավատացյալ եմ։ Ընդունում եք թե չեք ընդունում, ես սիրում եմ Հիսուսին, ես հավատացյալ եմ։ Այլասերվածը այսօր չի ամաչում ասի ես այլասերված եմ։ Ես եմ, ընդունեք ինձ ոնց որ ես կամ, չի ամաչում ասի։ Գիտեք, ամեն մարդու երես ցույց է տրվում։ Սա կրոնի դարաշրջանը վերջացավ։ Կրոնականությունը փլուզվեց, ել չկա դա։ Մարդը այսօր բացվում է,
ու ցույց է տալիս իր էությունը։ Եվ Փառք Տիրոջը, որ նա կա այսօր Սուրբ Հոգով գործում է այսօր, եւ որ մենք հասկանում ենք, թե մենք ով ենք, մեր ներսը բացում, ասում եմ, ես ինքս նկատում եմ, թե ես ով եմ, ասում եմ, չէ, ես պետքա փոխվեմ։ Դրա համար այս խոսքում, որ կարդացի գրած է, սակայն մենք բոլորս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը, առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ հոգին է։ Մենք եկեղեցի որ գալիս ենք, մենք ամեն օր որ արթնանում ենք, կամ մենք Աստվածաշունչը երբ որ բացում ենք, մենք Տիրոջն ենք այդտեղ տեսնում։ Մենք Հիսուսին ենք տեսնում։ Ու մենք ինչ ենք ուզում դրա մեջ։ Տեսնելով Հիսուսին, ուզում ենք իր նման լինենք։ Ուզում ենք կերպարանափոխվենք, որովհետև դա հալի է, դա ցույց է տալիս։ Ցույց է տալիս։ Հիսուսին քո մեջ ցույց է տալիս։ Դու տեսնում ես արդեն ոչ թե քեզ, ես որ կարդում եմ, ես չեմ տեսնում էլ Թադևոսին։ Ես տեսնում եմ Հիսուսին։ Ու ես ուզում եմ փոխվեմ իր նման լինեմ, որովհետև ես հասկանում եմ նա իմ մեջ է։ Ես հոգևոր հայելուն եմ նայում եւ տեսնում եմ նա իմ մեջ է, բայց ես էլ լիովին նրա նման չեմ։ Ու ես փոխվում եմ անցնելով փառքից փառք, կերպարանափոխվում եմ։ Սա քրիստոնեություն է, սա ծես չի։ Ծեսերի մեջ չկա Աստված, ծեսերի մեջ, մոմավառությունների մեջ մարդու կյանքը չի փոխվում։ Գիտեք, Աստծո նպատակը այն է, որ մենք փոխվենք, լինենք փրկված, վերածնունդ ապրած զավակներ, երեխեք լինենք ու մեծանանք Տիրոջ փառքից փառքը տեղափոխվելով ու սովորելով նրանից, փոխվենք։ Ամեն։ Եկեք բարձրանանք աղոթք անենք։